բոլորի դուք գտնվում եք Լակի Սամալիքում ու հայրս ես ինչքան ժամանակ է այս խոսքերը չի ասել։ Հա, ճիշտ է, այս իմ հին ալիքը չի, որտեղ ես հասա 200 բաժանորդ ու ես պրոստը, թե ինչ եղավ, թե ոնց եղավ, մի քիչ հետո կպատմեմ։ Այսօր եկել եմ վերջապես հետ։ Հայրս ես ուղղակի ամեն օր տանջվում էի, որպեսզի դզեի իմ այդ ակաունտը, բայց ես մի օր չդիմացա ու ասեցի, վсё, նոր ակաունտ ենք բացում, որովհետև ես անընդհատ ուզում էի, որ ես վիդեոներ նկարեի, որովհետև ես հազիվ կարծել էի մարդկանց իրանց սիրած բանը նկարեի ու մարդիկ ինձ նայում էին եւ պատվիսկ էին տալիս, իսկ այդ հայրս հավատացեք շատ բարդ է, որ մարդկանց դու կարողանաս քո կոնտենտը իրանց դուր գա։ Եվ հայրս ես ձեզ մի խորհուրդ եմ տալիս, եթե ձեզ մեջ կան ովքեր ուզում են դառնալ յութուբերներ, իմ բաժանորդների մեջ նոր են սկսել, մի հատ բան ասեմ, յութուբի հետ ընդհանրապես չկռվեք, ընդհանրապես իմ փորձից եմ ասում, եթե կհիշեք այն սթրիմի տակ, որը ես ու Լյով գեյմինգը պետքա հորր խաղայինք, այդտեղ յութուբը իմ սթրիմը փագեց, չգիտես ինչու, ես մտա եւ յութուբին խոսացի, բայց հետո ինքը այդքան լավ պատասխաններ չէր տալի, ես մի քիչ իմ տոնը բարձրացրեցի գրվելով էլի, ու այդ ժամանակ ուղղակի եղավ այն ինչից ես վախենում էի։ յութուբը ամբողջ իր բանով այն որ ոնց որ ինձ այնքան շատ էր, այն որ ոնց որ պայր իրա ձեռի տակ անդադ ինձ էր հետևում, բայց օրինակի համար կային լիքը սթրիմերներ, յութուբերներ, որոնք կարային անեին սխալ ու յութուբը իրանց չփագեր, որովհետև ինքը մեծամասնությամբ ինձ էր հետևում եւ փագեց, քանի որ ես գնացի արտասահման այդտեղից վիդեո նկարեցի, ստանդարտներին չհամապատասխանեց, թե ինչ չասեմ ու տենց գնաց։ Իսկ հիմա ասեմ մի ուրախալի լուր, որը չգիտեմ ուրախալի է թե չէ։ Հայրս ուրեմն հնարավոր է որ հուլիսի 14-ի մոտերը ալիքը հետ գա։ Հնարավոր է։ Մի հատ եկեք փագենք էսի։ Ու հայրս ես եկել եմ այս խաղ։ Վсё, հիմա սկսում ենք, բայց ով որ ինձ չգիտի, ես ասեմ։ Ես Լակի Սամն եմ, որը ուներ ալիք, որը յութուբը փագեց, բայց ես չհանձնվեցի եւ բացեցի նոր ալիք։ Իդեպ Լյով գեյմինգը չգիտեմ այսօր վիդեո կտեղադրի թե չէ, որտեղ նշելու է որ ես եկել եմ, նա եթե նրա շորտսերից էլ կհասկանաք, ուղղակի խնդրում եմ ձեզ, լայքերը դնում ենք, բաժանորդագրվում ենք ալիքին, որպեսզի շուտ հետ գամ ես ու կպնենք էլի մեր թույն սթրիմներին ու գործերին։ Ես ու Լյովը լիքը բաներ ենք պլանավորել, որ անենք։ Այսօր հայրս ես եկել եմ որ ուղղակի ասեմ մի քանի բան, բայց այսօր մի քիչ եք խաղանք։ Ուրեմն, այս 3 հարկանի բազան, որ տեսնում եք, այդ իմ Roblox-ի Steel Brain Rot-ի ակաունտն է, որը վստահ եմ բոլորը գիտեք այդ խաղը, եթե չեք խաղում, ապա անպայման գիտեք։ Ես ունեմ այսպեսի մարդիկ եւ ես ինատու եմ սկսել այսենց, որովհետեւ այստեղ ցանկացած բան դուք որ տեսնում եք, ցանկացած ես ունեի տունկ սահուր, որը ցավոք սրտի չգիտեմ ոնց կորել է եւ կամ էլ գողացել եմ։ Ունեմ 4 հատ էսրանից, այս կլավիատուրայից անուններ էսրանց, անկեղծ չգիտեմ, ու ունեմ մի հատ էլ, դրա անունը ինչ էր, մի վերքեմ էլի։ Հոթոցվոք, հա, երևի թե։ Հայրս մեկը մի հատ շատ կարևոր բան ասեմ, եթե իմ բաժանորդներից կան, ապա կհիշեմ, որ ես հեռախոսով էի անում։ Եվ ես հիմա իմ գաջեթը փոխել եմ պլանշետ 1 տերաբայթ։ Ես դա ասում եմ նրա համար, որպեսզի լավ խաղեր առաջարկեք, իսկ կամ էլ հավեսով նայեք։ Հիմա այսօր հայրս ես ահա որ ուրախ եմ, որովհետև վերջապես իմ ալիքի հետ ամեն ինչ կարգավորվեց, ալիքի նկարը կա, միայն եթե նկարը չկա, այս վիդեոն մոնտաժելուց նկարը սարքելուց հետո էլ կգտնեմ կսարքեմ ետնանկարը։ Հիմա այսօր այս ամեն ինչը խաղարկվելու է եւ կասեմ պայմանները։ Իդեպ ստեղ մարդ եկավ։ Լավ, եկեք չգողանանք, հուսով եմ այս տղեն մեզ բան չի գողանա, գթողի հանգիստ խաղը բանանեմ։ Իմ վիդեոն նկարը։ Արդեն 4 րոպե է մեր վիդեոն կա։ Էնպես որ հիմա այստեղ ինչ որ կա խաղարկվելու է ձեր մեջ։
Մի խոսքով հայրս, հիմա այսօր կբացատրեմ խաղարկության կանոնները։ Խաղարկությունները ընդհանուր ամեն խաղարկություն լինելու է։ Առաջին խաղարկությունում կխաղարկվի 4 այս կլավիատուրայից, որովհետև 4-ը տունը, բայց եկեք մի հատ հաշվենք։ 1 առաջին հարկում։ Իդեպ հայրս, հաջորդ վիդեոն կլինի վաղը, եւ ես խաղալու եմ արդեն 0-ից իրական սերվերներում, ոչ թե private սերվերում։ 1 2 3 Ո՞ս է 3։ Երևի թե մի հատ պակասում է հայրս։ Ահա ոնց որ թե։ Մի վերքեն մի հատ ստուգեմ։ Լավ, մի հատ պակասում է, լավ, կխաղարկենք այդ 3 այս բաներ, որովհետև ես գիտեմ, որ սա ակի ռեդկի բան է, և ես 4 հատուն է չգիտեմ, թե 3 հատ։ Այս ակաունտով հայրս, ես միայն խաղարկություններ եմ անում։ Խաղարկությունը կլինի, երբ որ մենք հասնենք 10 բաժանորդի։ 10 չէ, լավ, չէ, 10 բաժանորդից այսի կխաղարկեմ, սա։ Այս ռադուժնի էսի անունը չգիտեմ։ Մի խոսքով իրան։ Ինքը IS-ի է, նույն սրանից է, IS1-ից է, ուղղակի արդեն ռադուժնիով։ Հիմա, երբ որ հասնենք 10 բաժանորդ, կխաղարկեմ IS հրաշքը։ Հիմա հայրս, այլ ինչ ունեմ ասել։ Այսօր մի քիչ կխաղանք եւ վաղը դուրս կգա արդեն իրական Steel Brain Rot-ի իրական առաջին սերիա։ Սա ես եմ համարում առաջին սերիա, դրա համար նույնիսկ վերնագրում եւ բանում նկարում չեմ դնի, որ սա առաջին սերիան է։ Ուղղակի գրեմ ծանոթություն եւ այդպես մի բան։ Հիմա հայրս, ունենք 3 հարկանի բազա, եկեք 3 ունեմ սրանից, մի խոսքով։ Իսկ այս ինչ անուն է, Drienzo Turbo Tritisich կամ 3000։ Երևի թե Tritisich, որտեղ լսել եմ այդ անունը։ Այ իրան ես պահել եմ իմ Rebirth-ի համար, որ վստահ եմ կհարցնեք, որ Rebirth-ն ես, ասեմ ես մի վարքեն նայեմ 12, հա, հիմի էսի իշքան գիտեմ Rebirth-ն է։ Հիմի ես 12-ն եմ կամ 11-ը։ Չէ, 11-ը արել եմ։ 12-ն է։ Հիմա այրս պետք է խաղանք, ինձ պետք է մի 10 միլիոնի կարգի փող, հա, 10 միլիոն կամ 9 միլիոն։ Հիմա եկեք մի հատ մեր փողերը հավաքեմ։ Ես հայրս ասում եմ, որ ես շատ չեմ խաղում, եթե ես շատ խաղայի, ապա իմ ակաունտը մի քիչ ավելի լավ կլիներ։ Այս ակաունտը վсё, այս ակաունտը վիդեոները լինելու է շատ քիչ, կամ էլ կարող է մենակ խաղարկությունը, իսկ խաղարկությունները ընտրվելու են կոմենտներով։ Դուք ձեր նիկնեյմներն եք գրելու, իսկ ես ընտրեմ։ Աչքերս փակ է, այդ վաղ շորտս կնկարեմ, կգցեմ ալիք։ Հաջորդը լինելու է 20 բաժանորդից, կխաղարկվի, էլ որ չեմ մտածել, բայց երևի թե այս լավա կա պրեզեն, ինչ հայտնի։ Ունեմ ստեղ Extinct Tralala-ը բանով ռադիոակտիվ, էդի գիտեմ, որ այս բային ահավոր թանկ է։ Չէ՞։ Իվարքեն թանկ։ Չէ։ Ուղղակի դժվար թե Extinct Tralala-ը կա, որտեղ էդի եկավ ախտան չկա։ Ես վերջի անգամ խաղ ասում եմ շատ ուշ եմ մտել, դրա համար էլ սենց բաները շատ է։ Նո, այս օրինակ ես էսի նոր եմ իմացել, սենց ինչ-որ բաներ։ Հիմա հայրս, ունենք սենց բաներ։ Ու մեկ էլ գրեք, էլի էսի ինչա։ New Year's Machine։ Այդ որն է։ Ինչ անում ինքը։ Ունենք սա ինչ-որ տաբլիցա, որի մասին ես գիտեի, ու սրանից ինչքան գիտեմ, ես կոնֆետերից, եթե 300 հատ հավաքեցիր, մի հատիկ ես լագի բլոկից կգա։ Հիմա հայրս, ունենք ստացանք սենց, ես այսօր չգիտեմ, արդեն 1 տրիլիոն աշխատեցի, նու այսքան մի տրիլիոն էլ չէ, մի քանի միլիարդ, որովհետև վերվաղ 5.9 էր։ Ինձ պետք է, որ ես շուտ հավաքեմ 15 միլիարդ։ Նայեք հայր, ամեն վիդեոյի իմաստը լինելու է այն, որ ես մեկ Rebirth-ով առաջին գնեմ, այդ դեմի մասերը։ Հետո արդեն որ մի քիչ շատանա, ես հաստատ գիտեմ, որ մեկ օրում, նու մեկ վիդեոյում ես չեմ կարող այնպես անել, որ լինի բան։
առաջ եմ գնամ, որտեղ էդի հետո ավոր բարդ է լինելու։ Իդեպ մնաց 200 կամ 2 միլիարդ, որպեսզի դառնամ 7 միլիարդ, որ դառնամ 7, վայ չի ելնում ես, այս խի ասես մի ձևի բանանում։ Դրա համար մի քիչ կներեք, որովհետև էսի բան եմ արել, որտեղ ակաունտը գցել եմ իմ պլանշետի մեջ, իմ Roblox-ի ակաունտը, ու բան եմ արել, դեռևս ինքը սովոր չի, բայց հաջորդ վիդեոյում արդեն սենց բաները քիչ կլինի, կամ չի լինի, այսի ինքը սովորական է, ինքը չունի ոչ մի բաֆ են ասում ինչ, դրանից, արդեն 6 61, պաս լավ, ես մի բան հասկացա, օքեյ, դե ինչ հայր ջան, հուսով եմ դուր եկավ ձեզ այս վիդեոն, այսինքն այս վիդեոն այնպես չէր, որ պետք է ինչ-որ բան դուր գար, ուղղակի էստեղ ես եկա ծանոթացա, պատմեցի մոտ ապագայի մասին, այլավ, եկեք մի բան ասեմ, հայրս ես ունեմ, ով որ իմ հին բաժանորդներից է, գիտի, որ իմ ակաունտը հիմնականում FC Mobile-ն էր, որը ես հիմա հայրս հնարավոր է չխաղամ, ասեմ ինչու, որովհետև ես այդ խաղը այդքան չեմ սիրել, եթե լինելու է շատ քիչ, եթե ուզում եք, եկեք լիքը, եթե կոմենտները, եկեք կամ կոմենտ գրենք, կամ լիքը լայքեր դնենք, դե ինչ հայր ջան, հուսով եմ դուր եկավ ձեզ այս վիդեոն, եթե հա անպայման լայքերը դնում ենք, բաժանորդագրվում ենք ալիքին, որովհետև սա իմ առաջին վիդեոն է 2026 թվականի, և իդեպ շնորհավոր բոլորիդ անցած մի քանի օր, 2 օր անցել կամ 1, անցած նոր տարին, թող բոլորիդ երազանքները կատարվի և նույնը իմը, ես ուզում եմ, որ շուտ մենք հասնենք 100 բաժանորդ, բայց հիմա մեր գլխավորը 50 բաժանորդն է, այնտեղ հինները կհասկանան, հիմա հայրս, այսքանով ավարտում ենք մեր առաջին վիդեոն, կհանդիպենք վաղը, ուրեմն, մեկ շաբաթից դասերը սկսվում է, այս մեկ շաբաթ ես կփորձեմ ամեն օր երտևից վիդեոներ նկարեմ, և բայց տարբեր ժամերի, հնարավոր է առավոտը կամ երեկոյան, բայց երբ դասերը սկսվեց, լինելու է 4-ից հետո, ես դա հաստատ եմ ասում, որովհետև մի խոսքով, 4-ից հետո կլինի վիդեոները, բայց չեմ խոստանում, որ ամեն օր կարող եմ նկարել, հիմա հայրս վերջ, ստեսություն բոլորիդ, կհանդիպենք վաղը, էլի ստիլը Brain Rot-ով, ավելի հավես տեսքով, պակա, բոլոր